Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո արգելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Ջազային երգչուհի, շատ լավ երգչուհի, շատ տաղանդավոր մի երգչուհի, որին ես շատ սիրում եմ, Էմմա Ասատրյան։ Բարև, Էմմա ջան։ Էմմա ջան։ Ջան։ Չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Շատ փոխադարձաբար, պարոն Ղազարյան, ոգևորված եմ, հուզված եմ ու շատ կարոտած։ Ախր ես քեզ գիտես, փոքր ժամանակվանից գիտեմ, քո հայրիկի հետ մենք շատ մտերիմ ընկերներ ենք եղել, հիմա էլ իհարկե։ Բացի դա մի խմբում աշխատել ենք, կոչվում էր Նայիրի հայ ֆիլհարմոնիայի խմբերից էր, ես ղեկավարն էի, գեղարվեստական ղեկավարը, իմ մենահամերգներն էին, հայրդ էլ նվագում էր։ Հրաշալի երաժիշտ, հրաշալի մարդ, լավ ընկեր, լավ արվեստագետ եւ այսօր էլ լավ պրոդյուսեր, չէ՞։ Ուրախ եմ, որ ես փոքր ժամանակվանից քեզ մինչև հիմա գիտեմ ու մինչև հիմա քեզ սիրում եմ, ընդունում եմ ու շատ ուրախ եմ, որ դու այսօր ինքն ես։ Անչափ շոյված եմ ես։ Էմ ջան, մի փոքր պատմի քեզնից։ Ծնվեցիր, ավարտեցիր, սովորեցիր, երգեցիր, աշխատեցիր, այդտենց կար համառոտ տենց։ Սկսեցինք։ Ես միշտ գիտեի, որ պիտի երգեմ, չնայած որ papan միշտ դեմ էր դրան։ Սկսել եմ Հայաստանում բոլոր երգիչների ուղին միշտ սկսում է դորեմից։ Դորեմիում շատ կարճ, հետո արդեն շատ պատահական Արտուր Գրիգորիչը միջանցքում ինձ տեսավ, քթից տակ երգում, ասեց ցուրտ է գնա իմ սենյակ, ու տենց երգեցի իրեն, ասեց դու երգում ես, շատ լավ ես երգում, իմացի որ ուրբաթ շաբաթ կիրակի օրվանից Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգչուհին ես, տենց մեծ երևի ամենամեծ փոփոխությունը կյանքումս տեղի ունեցավ 12 տարեկան էի, հետո արդեն սկսեցի ավելի պրոֆեսիոնալ ու լուրջ զբաղվել, ընդունվեցի Ավստրիայում ջազ վոկալ բաժին կոնսերվատորիա։ Այո, Ավստրիայում եմ սովորել, բայց Հայաստանում էլ եմ սովորել, Կոմիտասի անվան կոնսերվատորիան եմ ավարտել, հետո դասախոսել եմ 2010 թվականից։ Կոնսերվատորիա, այո, այսինքն բաժնում ջազ էստրադային։ Մինչ այդ էլ Ալեքսանդր Սպենդերյանի անվան երաժշտական դպրոցում, այսինքն համատեղում էի։ Երաժշտականում ու երկու տեղն էլ դասավանդում էի։ Դե ու հետո արդեն եկա այստեղ։ Ու եկա ձեզ հյուր։ Եղավ, այս շատ լավ է։ Այս շատ լավ պատմեցիր։ Մարդկա մի հարցը տալիս եմ ամբողջ ծրագիրը պատմում, վերջացնում է։ Թողեցիր ես էլի հարցեր տամ, շատ լավ էր։ Так. Կրթությունները ո՞ր կոնսերվատորիա, Ավստրիա, բան եւ այլ եւ այլ։ Ո՞վ է այս կոնսերվատորիայում եղել քո դասատուն։ Էման Պետրոսյան էստեղ, այնտեղ Կարոլին Դերոյ, չգիտեմ։ Հոլանդացի։ Իր այդ խաշենք է։ Ես գիտեի տենց էլ։ Так. Եմ ջան, ընտանիքիդ մասին խոսես մի երկու բան։ Խոսեմ։ Ամուսինս նույնպես երաժիշտ է, Դուդուկահար Էմանուելն է Հովհաննիսյան։ Իմ հաղորդման է եղել, հա։ Ձեր հյուրն է եղել Էմանուելը, այո։ Իդեպ նաև դասախոս, դոցենտ կոնսերվատորիայում էր։ Ունենք երկու տղաներ, զավակներ, 10 եւ 4 տարեկան, Անրին եւ Մոնթեն։ Այդպես։ Ինչ է, արվեստով չեն զբաղվում։ Շատ երաժշտական են։ Փոքրը վստահ եմ, որ կզբաղվի, մեծը շատ ծույլի կա, մամային է քաշել։ Բայց հուսամ կփոխի մտածելը։ Երբ եք գար դու Միացյալ Նահանգներ։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին, հենց օրն էլ եմ հիշում, 21 թվականի։ 21 թվականի։ Ահա։ 5 տարի անդամ 5 տարի, հա։ Այս ընթացքում եղար Հայաստանում։ Ես չէ, ամուսինս այո։ Ես չէ, որովհետև մի քիչ ավելի բարդ է, պիտի բալիկների հետ գնամ։ Հա, դե բարձր։ Բայց ինքը Իսկ եկար ու միանգամից քո գործունեությունը ծավալեցիր, քո մասնագիտության, թե ասեմ, չէ, բոլոր իզարմանս բոլորի, ես RN nursing սովորեցի, բարդ շրջան է շատ, որտեվ գլխի վրա առողջապահության էլի բնակավարում կարծում բուժքույր, չէ՞։ Բուժքույր, հա, լավ է, որպեսզի ունենաս մասնագիտություն, դե մեր գործը չգիտեմ, մի քիչ միշտ ես ասում եմ, դե մասնագիտություն չի, էլի երաժիշտ լինել է, ասում եմ։ Ես նախընտրում եմ ավելի շուտ պիտի papayin լսածնեի։ Papan միշտ ասում էր մի հատ
պիտի ուրիշ մասնագիտություն է ձեռք բերես։ Իսկ այս չէ, համարում որ արվեստը մասնագիտություն է, հա, գործ չի։ Հա, գործ չի, բայց ինքն է երաժիշտ։ Դե պատմել եմ, լինելու։ մի անգամ էլի սենց առիթ եղավ, պատմել եմ, ընկերը հանդիպում է, երկար չեն հանդիպել իրան, ինչ ես ամ, ասպա, աշխատում եմ, ասպա, որտեղ, ասպա, թատրոնում, ասպա, որպես, ասպա, դերասան, ասպա, տենց էլ գործ չճարիր, հա։ Հիմա քոնն է, էլի քո ասածն է։ Так, հիմա ինչով ես զբաղվում կոնկրետ։ Հիմա ընկերուհիս Սյուզին երգչուհի Շահբազյան։ Վայ են օրերը, մեր հայտնի Սյուզին։ Քամի փչիր, այո։ Ես հրավիրեց, իր այո, մեղավորը ինքն էր, որ ես սկսեցի երգել։ Չես գալիս աշխատես բոլորը։ Շատ գեղեցիկ տեղ, որտեղ որ մենեջերն է, Լեբրանդ ռեստորանում, ու իդեպ ամուսինս բենդի ղեկավարն է, շատ լավ երաժշտություն է հնչում, այդտեղ երգում եմ ամեն ուրբաթ եւ շաբաթ։ Աշխատում ես ռեստորանում։ Այո։ Ապագա ծրագրեր, բաներ ինչ կա։ Միշտ այդքան չեմ սիրում խոսել, գիտեք ինչի, որտեվ հանկարծ մի բան ասում եմ ու չի լինում, ասում եմ, բա սուտ ասեցիր։ Մտածում եմ, անեմ, նոր խոսեմ։ Հա, դու չես կարելի, էլի, դու չես, հետո մարդկա վախետ աչքով տան չստացվում էլի։ Այդպես բաներ կա, չեմ ասում, որ աչքով չտան, հա։ Չէ, ես չեմ հավատում դրա, հա։ Մտածում եմ գործով պետքա ցույց տալ, ոչ թե խոսքով։ Լավ, հայրիկդ այդքան հրաշալի երաժիշտ։ Շնորհակալ եմ։ Դու քիչ առաջ ասեցիք, լավ մարդ, լավ ընկեր, իմ արդեն լավ պրոդյուսեր, ում ասես համերգներ կազմակերպի, բերի, տանի, բան շատ ակտիվ է։ Հայաստանում էլ ակտիվ էր, հիմա այստեղ էլ Միացյալ Նահանգներում։ Բայց լավ, չես ուզում, կամ ինքը չի ուզում, չի առաջարկել, բայց համերգ քո համար կազմակերպի այստեղ։ Գիտեք, ինքը ոնց որ հենց ամենասկզբից ինքը մի փոքր դեմ էր, այդ շարունակական է, այստեղ էլ առավել ինքը շատ ուրախացավ ու կողմ էր, որ ես ուրիշ մասնագիտություն էլ պիտի ձեռք բերեմ, բայց պապան ամենամեծ ու կարևոր գործն է արել իմ կյանքում, որ ճիշտ ուղու վրա է ինձ, գիտեք, ու ճիշտ ուղին, այդ ուղին ճիշտ երաժշտությունը, լավ երաժշտությունը, այսինքն մատչելի երաժշտություն չերգել, այ որ էս անեմ, որ մի երկու կոպեկ ավելի շատ աշխատեմ, ինքը միշտ այդ հարցը շատ են իրան տալիս, հետո մտածում ես չեմ կարող իմ աղջկանով փոխում, չեմ աշխատում, միգուցե պետք չէր ես ասել, բայց սենց ինչ որ չգիտեմ, բայց շատ շնորհակալ եմ իրան, քանի որ միշտ լավ երաժշտություն եմ լսել ու այն ամեն ինչին հասել եմ իր խորհուրդներով է եղել, պարոն Ղազարյան ջան։ Հայաստանում չես եղել, ինչ եկել ես։ Չէ։ Մենահամերգ գիտեք ունեցա Հայաստանում, բայց ամուսինս մենահամերգ Էմանուելը կազմակերպեց, կենթանի նվագակցությամբ։ Այդ երբ մինչև գալ այդ։ Այո, 20 թվին, հենց 20 թվին, 2020 թվին։ Մենահամերգը ունեցար ու եկար։ Այո, թե 20 չէ, սխալ եմ ասում, 18 թվականիներով, 18 թվականին։ Բայց լավ, ցանկություն չունես մի հատ համերգ։ Թեկուզ մենակ չի, ասենք, հետդ 2-3 ասենք երկիչ երկչույլ լինեն, մի հատ 3-4 հոգով գոնե եթե չես ուզում մենամերգ։ Մեկ բեմ դուրս գաս, չես ուզում։ Գիտեք, հետաքրքիր բան ասեմ, Լեբրանդում որտեղ որ երգում եմ, այնպես է, որ չի տարբերվում բեմի վրա։ Ոնց որ բեմ ամեն օր համերգ է, այսինքն ամեն օր չէ, ուրբաթ-շաբաթ։ Ես եղել եմ, գիտեմ, ու շատ լավ անցնում է։ Ես ու առհասարակ բեմ դուրս գալի իմ համար տարբերություն չկա, այդտեղ հանդիսատեսը փոքր երեխեք կլինեն, ռեստորան է, իմ համար բեմը մնում է բեմ։ Ինչն էլ ինձ Արտուր Գրիգորիչն է միշտ սովորացել։ Ես բեմի վրա օրինակ երբեք նույն կոշիկով, որը կարող է հագնեմ կյանքում դրսում, բացառվում է բեմի վրա, ես այդ կոշիկ հագնեմ։ Այսինքն իմ համար այնտեղ միշտ համերգ է։ Ես Բայց դες է նույնիսկ հարսանիքը, մարդիկ եթե վերեն կանում հարսանիքն երկն չէ։ Հա դե գնացի երկը, թե կան տեսներ էլ կան, որ երկեցե, բայց կա որ պատասխանատու բան է։ Էլի բեմա չէ, դու բեմ ես դուրս տալ։ Մարդիկ քեզ սափարում են։ Էմ ջան, մեր առաջի մասը ավարտվեց սերվիսի։ Արի ասենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Այսքան համով, այսքան հաճելի սերվիսը MK-ից հետ։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդեն եթերում, որից հետո կշարունակեմ սերվիսս ինձ համար շատ սիրելի, շատ թանկ, շատ հարազատ մի աղջկա հետ, մի տիկնոջ հետ, իմ Էմմա Ասատրյանի հետ։ Գովազդի արդեն եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Էմմա Ասատրյանի հետ, ջազային երգչուհի, ընդհանրապես
երկչուհի, իսկական երկչուհի, որովհետև այդ ընտանիքից դուրս եկած աղջիկը հնարավոր չի, որ կարգի խելքը գլխի երկչուհի չլիներ։ Շնորհակալ եմ։ Էմա Ասատրյանի հետ, Էմ ջան, այս հարցը տալիս եմ բոլոր երկիչ երկչույներին բանել, ովքեր արդեն խոսք են ասել այս երկարվեստում, կամ արվեստում, մշակույթում, որ իրաք փորձը խոխանցելու բանել համար դպրոց կամ աշակերտ կամ ուսանող անպայման ունենում են։ Դու ունես աշակերտ կամ ուսանող կամ չգիտեմ, մասնավոր կամ թեկուզ։ Այնքան են այստեղ հարցնում, գիտեք ինչ տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ, այստեղ չէ, դասավանդելով հետաքրքիր է, չեմ զբաղվում, բայց փաստորեն Հայաստանում 16 տարուց ավել դասավանդել եմ։ Գնել կոնսերվատորիա։ Կոնսերվատորիայում, երաժշտականում, աշակերտներիցս երկուսը մանկական Եվրատեսիլ են գնացել, երկուսն էլ իմ հեղինակած երգերով, Դալիթան, Welcome to Armenia երգով, որ հեղինակը ես էի։ Հիմա այստեղ ապրում, չէ՞ դա։ Երեքը աշակերտներիցս Մոնիկան, who wants a choco, չէ, Դալիթան այստեղ չի, այստեղ Բեցինը։ Բեցին, այո, Բեցինն աշակերտուին է եղել, այո, իմ հրաշք Բեցին, եւ Մոնիկան Ավանեսյան, էլի իմ հեղինակած երգով, who wants a chocolate factory կոչվում էր։ Տարբեր մյուզիկալային համերգներ ենք կազմակերպել, արել եմ ոչ կոմերցիոն, միգուցե դրա համար չգիտեք, բայց այստեղ չգիտես ինչի դասավանդման բանը չի հասնում։ Դրան շատ ժամանակ է պահանջվում, էլի։ Ժամանակ, հա։ Այստեղ մի փոքր ամեն բան այլ է, հետո կյանքը շատ է։ Եթե պետք է գիշերցել, մենակ այդ ուղղությամբ մտածես, որ եթե ուզում ես արդյունք տաս, դու էլ որպես բան դասավանդող կնահատվես ու ճանաչվես։ Ու կներեք ձեր խոսքը ընդհատելու համար շատ պատասխանատու գործ է, քանի որ դու սերունդ ես կրթում, այնքան պատասխանատվություն է այդ ծնողների մոտ։ Կիսատ պռատ ոչ մի բան անել չի կարելի։ Կամ դի անես նորմալ նվիրվես։ Ամը չանես։ Իսկ հայտնի տեց կան անուն արդեն ունեն, անուն ունեցող բան աշակերտներից հետ, որ ճանաչված են բան։ Դե Դալիթան, Մոնիկան, Բեցին, այս վերջերս Սուսի ավելի ինստագրամյան հարթակումը հայտնի, բայց շատ հետաքրքիր երգչուհի է, Դայանան, որ նաև մրցանակապաշխությանը մասնակցեց, Լիլիի հետ գիտար, վայ, թող ինձ ներեն բոլոր իմ աշակերտները, որ հանկարծ ինչ-որ, Նելի, էլի ազգանունը չի, բայց ինստագրամյան հարթակումը բավականին հայտնի, բոլորը սենց անհատներ են, շատ հետաքրքիր երգչուհիներ են իսկապես։ Ինչ անի փոքրիկ սիրոնիկ երգ կնվիրես մեզ։ Ո՞նց չեմ նվիրի։ Մեծ սիրո։ Ես եմ կարոտել ցայնի, ճիշտ է, եկել եմ ցես ոտ լսել եմ մի երկու անգամ։ Ինձ կօգնեք։ Օգտեմ։ Հո։ Քո երկինքը ծով է կապուտա, դու կանաչ ես ու ծաղկուն, ինձ ժպտում են արևաթա, քո շենքերը վարդագույն, քո գրկում է վարդը իմ բացվել, ախ քեզնից լավ վայր չկա, քո գրկում եմ երջանկացել ու սիրել մի աղջկա, սիրտս քեզ է երգում, սերն ես իմ անմար, սիրտս քեզ է երգում և երգում է միայն քեզ համար, մեր անուշ Հայաստանն ես, մեր քնքուշ Բուրաստանն ես, ինձ ժպտում ես Երևան, մեր անուշ Հայաստանն ես, մեր քնքուշ Բուրաստանն ես, ինձ ժպտում ես Երևան։ Ջան, ճաշակ կա կատարմանը, Շնորհակալ եմ։ մատուցելու ձև կա, պրոֆեսիոնալ ձև կա, այդ գալիս է, պապայից էլ է գալիս, սերոցից էլ է գալիս։ Ստացված է շատ։ Նա դել կարճ պատել ջազա հետ որևէ բան կատարես է։ Առանց ջազ էլեմենտ, իհարկե մեծ սիրո։ Say it's only the paper moon sailing over the muslin tree. But if you wanna set me free, if you believed in me, without your love, it's a honky-tonk parade. Without your love, it's a melody playing in a petty arcade. Բրավո, շատ լավ էր, շատ Շնորհակալ, շնորհակալություն։
Շատ լավ էր, շատ սիրուն է, իսկապես ես շատ կարոտել էի քո կատարումները։ Հետո այսօրվա մեր երկիչ երգչուհիների մասին ինչ կասես, շատ տաղանդավոր սերունդ է։ Շատ համարձակ։ Եկել են ու գալիս են դեռ, իրենց հետևից են գալիս։ Համարձակ, ինքնուրույն ու մի հատ համարձակություն կա ու ամեն մեկը անհատներ են։ Մեկը մյուսին չեն նմանվում, ինչին շատ ուրախացնում եմ։ Ինձ թվում է չեմ կարող չխոսել ձեր թորնուու մասին, Անահիտի Ադամյանը, որ անսպար տաղանդավոր բալիկ է, բախտ ունեցա նոր։ Տիկին Մելանյան ինձ ցույց տվեց կատարումը վերջի մրցանակապաշխության։ Սուսիի մասին եմ ուզում խոսել, Նելի մասին եմ ուզում խոսել։ Իմ իդեպ եղբորս աղջիկը Զարան Ասատրյան Ավստրիայում շատ հետաքրքիր երաժշտական գործունեություն է կատարում, հեղինակ կատարող է, շատ գեղեցիկ երգեր է գրում, շատ հետաքրքիր սերունդ է գալիս, շատ համարձակ, կոմպլեքսներից դուրս ու շատ տաղանդավոր, ֆենոմենալ երեխեք կան, շատ երեխեք են, շատ լավ երեխեք են, իսկապես իմ, բայց գիտես ինչ այդ երեխեքը մենակ տաղանդավոր լինելը, մենակ երգել իմանալ այդել լավ երգել, ինձ թվում է դա շատ քիչ է այսօր։ Այսօր շատ քիչ է, որովհետև իրանցով զբաղվող է պետք, լավ պրոդյուսեր է պետք, լավ իրանց աշխատացնող է պետք, ճիշտ աշխատացնող, ոչ թե միայն փողի հետևից փող աշխատենք ու բան լավ է, բան չէ, էլի աշխատենք, փողը բոլորին է պետք, բոլորին է հարկավոր, բայց նաև այդ ռուսը մի հատ լավ խոսք ունի, ռասկրուտկա անող է պետք, իրան ճանաչել տանի, բերի, անի, կազմակերպի բան, այդ բաներն է պետք, կարող է շատ տաղանդավոր երգիչը կամ երգչույթից կորասվի, կորսվի գնա ու ոչ էլ իմանամ, ոչ էլ ճանաչեմ, ոչ էլ ինքը երգի։ Դրա համար ես բացի եմ, որ ցանկանում եմ մեր երիտասարդին շատ մեծ տաղանդ, շատ մեծ տաղանդ Աստծո տված բանն է, շատ լավ երգիչներ դառնան, բայց մենակ երգիչ չդառնան, նաև իրանց կողքին ունենան շատ կարևոր մարդ, ով կարող է իրանց երգը ներկայացնել աշխարհին։ Իսկապես։ Քո համար մեծությունով ա եղել այդ էստրադայի երգիչներից, բանից որ եւ որպես կոմպոզիտոր, եւ որպես երգիչ, եւ որպես թևեր, իմ Արտուր Գրիգորիչը, պարոն Ղազարյան ջան, Արտուր Գրիգորյանը, իմ լավ ընկերը։ Հա, ես մինչև հիմա էլ հիմա։ Ես միշտ իր հետ խոսում եմ, միշտ ինչ որ բան անելուց միշտ իր հետ խոսում եմ, միշտ որովհետև այդպես էլ կար, ես մի նոր որ երգ էի գրում, ինչ որ բան միշտ իրան էի առաջինը ցույց տալիս։ Ինքը ինձ իսկապես շատ էր սիրում, մենք։ Ախր գիտես ինչ, կյանքի ուսուցիչն է։ Մենք ովքեր իրա կողքին էին, ովքեր իրան գիտեին մոտիկից, ովքեր շփում էին, օրինակ մեր նման մարդիկ, գիտեին որ մենք շփում ենք մի հատ երևույթի հետ, ոչ սովորական մարդու հետ։ Ու հիմա քանի ինքը գնացել ավելի չկա այդ մարդը, ափսոս որ չկա մեր հասարողորմի։ Հիմա ավելի շատ ենք զգում թե ով է եղել այդ մարդու ում կողքին ենք մենք եղել ու իրանով իր արվեստով։ Մենակ այդ ես միշտ որ խոսք անում եմ, շատ հրաշք երգեր ունի Արտուրը, չկտաղ երգեր ունի, որ բոլորն էլ արժանի են մեծ գովասանքի, բայց մենակ այն կյանք ու կռիվ ֆիլմի համար գրած երաժշտությունը, դե խոսքերն էլ մեր ավետն է գրել, չէ՞։ Չէ, ավետը թե Անիտան Հախվերդյան։ Ինչքան գիտեմ ավետն է գրել, հետ կարել է։ Երկուսին էլ շատ ասի։ Երկուսին էլ ես եմ ինֆորմացիա չասեմ։ Դե գիտես ինչ, այդ երգը մենակ այդ երգը որ գրել արդեն ինքը մեծություն էր։ Էմ ջան, ասա ջան։ Հա ջան։ Ասի ջան։ Փոքր տղաս է որ ասում է մամ, ասում հա, մամ, ասում է say ջան, մոնտենե։ Էմա ջան, արիանստե գովաստի։ Որից հետո կշարունակենք։ Հա ջան։ Սիրելի բարեկամներ, գովաստեի արդեն եթերում, որից հետո Էմա Ասատրյան ջան։ Գովաստեի արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Էմա Ասատրյանի հետ, ջազային երգչուհի։ Էմ ջան։ Ջան։ Սենց ուղղակի ինձ հարց եմ ուզում տալ։ Ինչը կարող է քեզ նյարդայնացնել։ Ես առհասարակ հեշտ պայթող մարդ չեմ, բայց շատ բաներ են այսօր ցավոք սրտի նյարդայնացնում։ Ամենաառաջինը երևի անտարբերությունը ու սուտը, որ մեկը մյուսին, գիտեք,
ասենց ուղակի կարող են անցնել ու գնալ, որ փոքրիկ իրանցից ոչինչ չի գնա, մի հատ ժպիտ, մի հատ բարև տալ, ամեն ինչ կարող ես փոխել այդ մարդու կյանքում, բայց շատ փոխվել է կյանքը այսօր։ Ու սուտը, որտեղ ես շատ մեկ-մեկ որ պետքա չասեմ, էլ բայց ես միշտ պարոն Երզնկյաններ ասում եմ, Էմկա ջան, այդ մի քիչ արդեն իրա մոտ արդեն թերությունը, ինչ մտածում ասում է այս աղջիկը, բայց այ որ ստում են, պարոն Ղազարյան չափազանց բարկացնում է ինձ։ Իսկ դու ինչից ես ուրախանում շատ, ինչը կարող ես որ լիաթոքը նայես թեկուզ դու չանես այդ, նայես ու կողքից ուրախանես որ կարա մարդ էս մարդուն էս մի բառով երջանկացնի, էս մի տեղից բարձրացնելով երջանկացնի։ Դուք հենց նկարագրեցիք էլ այդ որ ուղակի նայես մեկը մյուսին որ կարող է օգտակար լինել, օգնել, մեջք-մեջքի լինել, գիտեք, շատ ուրախանում եմ, երբ որ հայերս մենք իրա չեն փնովում, այսպես մեջք-մեջքի ամուր կանգնած, որտեղ այնքան քիչ ենք մնացել, այնքան փոքր ենք, բայց այնքան տաղանդավոր, ուրիշ ենք։ Ամեն դեպքում հատկապես արտերկրում գտնվելով, չէ, զգում ես տարբերությունը օտար ազգերի ու հետ շփվելով, ջերմությունը, սերը, ամենամեծ ջերմությունը սերն է տալիս, կարծում եմ, որ։ Այո։ Եթե մարդիկ կարողանային ճիշտ սիրել ու իմանալ ինչ բան է սերը, այսքան պատերազմներ չէր լինի։ Առաջին։ Եթե մարդիկ սիրեին կյանքը, սիրեին բարիությունը, սիրեին երջանկությունը, այսքան պատերազմներ, կռիվներ, մարդկային զոհեր չէին լինի։ Ու գնահատային ինչ որ ունեն։ Այո։ Իրական պատմություններ պիտի պատմես, ուզես, չուզես պիտի պատմես։ Պատմեմ։ Քանի որ ես շատ մոռացկոտ եմ, լեգենդները արդեն կա իմ մոռացկոտ լինելու մասին, միկրոֆոն տանելու հետս, հեռուստաընկերություններից, համերգից հետո, բայց այս մեկը շատ արտառոց էր, քանի որ 14 տարեկան էի, Սլավյանսկի բազարչիկից նոր է եկել։ Առաջի տեղ էի գրավել, էդ էլ առիթ եղավ արդեն եթերներ գնալու եւ այլն, ուրեմն Սևանում հանրային համերգ կա Հայաստանի Երգի պետական թատրոնով, Անիտա Աղվերդյանը ներկայացնում է, նախագահը այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նստած էր, հանրային հեռուստաընկերությունը նկարում է, այս ամեն ինչը գնում է, Անիտա ներկայացնում է Էմմա Ասատրյան, ու ինչն այն ռեժիսորը ասում է տուր երկիդ մինուս, ասում եմ, չկա, պապանն եմ ասում ու ասում եմ տունը, մեր տունը Երևանում է, մենք Սևանում ենք, հանրային հեռուստաընկերությունը երկում է, նկարում է ու ես ուղղակի ու ես չերքեց ես հենց նայեցի հասկացա, որ պետք է հիմա վազեմ ու փախնեմ։ Ու Սևանի ափին էր համերգը, հենց հիշում եմ, որ երկար վազեցի, փախա, հետո թե ոնց տեխնիկական ինչ ասեց Անիտան, չգիտեմ, բայց այդ չեմ մոռանում այդ իմ մոռացած։ Էլ ինչ պատմություն ունես եմ ջան։ Ինչպես կան։ Էլ ինչ պատմություն ունես։ Տեսեք պատմություններ Դու որ ասիր մոռացկոտ ես, էս էլ մտնում դրա մեջ։ Էս էլ լավ ասեցիք։ Ասեմ, տղայիս ուրեմն պիտի Հայաստան ուղարկեի պապիկի հետ։ Էդ էլ ասեմ, էդ էլ անցած տարի Անդրին պիտի գնար պապայիս հետ Հայաստան։ Մենք հասնում ենք օթանավակայան, տալիս ենք, իսկ օթանավականը Գլենդելից բավականին հեռու է։ Ու արդեն ժամերը սենց մոտենում է թռնելու։ Ու այդ աղջիկը նայում ասում է, իսկ չկա թուղթ, որ պասպորտի ժամանակն անցած է։ Պապան սենց ինձ նայում է, ու ես հասկանում, որ ես Անդրիի հին պասպորտն եմ բերել, ոչ թե նոր, ու ոչ տոմս հետ տալ կլի, ոչ մի բան։ Ու եթե Անդրին չգնա, այդո Անդրին էլ չի գնա։ Թե Էմանուելը ինչ արագությամբ է քշել եկել Գլենդել, ու Գլենդելից ու պապայի ընկերը Աշոտներ այնտեղ խուդոն, ոնց կարողացավ համոզել որ հեսա մի քիչ ձգեք, խնդրում եմ, սպասեք, թեկուզ արդեն ռեգիստրացիան վերջանա, բայց կարողացան հայավարի համոզել ու վերջի պահին Անդրին Էմանուելը հասցրեց ու պատկերացնում եք։ Էդ էլ այդ վերջի ոնց կարող էի մոռանալ, հա։ Դու ասեցիր, որ մտածել ես մի հատ անեկդոտ ես որոշել պատմել։ Այո, ստուգել էլ ամուսինս, ասել է լավ պատմի, որտեվ խայտարակ չինես, որտեվ ես անեկդոտ պատմել լավ չեմ կարողանում, այն էլ հումորի արքայի մոտ, բայց պատմեմ։ Ուրեմն մի մեծահարուստ մարդ, այս երևի դուք եք պատմել, ձեզ էլի հետ եմ պատմում, չգիտեմ։ Բոլոր անեկդոտի հեղինակները դուք եք իմ համար։ Որոշում է գնալ հանգստանալու ու ասում է աշխատողներին ինձ չզանգեք, չանհանգստացնեք։ Հենց այնց չզանգեք անիմաստ բաների համար։ Մի օր, երկու օր, 6, 7, 8, 9, 10-րդ օրը պիտի հետ գա, զանգում են։ Շեֆ ջան ասում է, կներես էլի ուղղակի բահի տեղը չենք գտնում, բահը ուր է։
Այ ասում եմ, մի օր է մնացել, ինչ բա, այ մարդ, չի ասում եմ, կներես էլի ուղղակի շունը տա սատկել։ Շունս ասում եմ, ինչի ասատկել։ Դե ասում եմ, բասեինը թռավ ու տենց սատկեց։ Ասում եմ, բայց իմ շունը ամենալավ լողորտն էր, ո՞նց կարար բասեինում սատկել։ Դե ասում եմ, բասեինում ջուր չկար։ Ասում եմ, բասեինում ջուր ինչի չկար։ Դե ասում եմ, որ տունդ վառվեց, այդ ջրով հրդեհը հանգցրեցի։ Տունս ասում եմ, ինչի այրվեց։ Ասում եմ, դե որ մաման էր մահացել, պանիֆիդային ասում եմ, մոմերը ասում եմ, կպա։ Մաման ասում է ինչի է մահացել։ Շեֆ ջան, դե ասում է, որ այդ անալիզները տեկան, այդ որ ամբուժելի հիվանդ ես, էլի ասում է, տենց Շեֆ ջան կներես ասում է, բայց բահի տեղը կասես։ Հեսա վեճ։ Ես մի անեկդոտներ պատրաստ։ Հա, ես մեկներ պատրաստ։ Եմ դու մոտավորապես հիշում ես, թե քանի երգ ես գրած։ Կարծում եմ 40 երգ կունենամ։ Իմ հեղինակած երգեր, իմ երգերի հեղինակը բոլորը ես եմ, եւ երաժշտության, եւ խոսքերի։ Եվրատեսիլին 2 անգամ հեղինակ եղա, մանկական Եվրատեսիլին երգերի հեղինակ եւ երաժշտության եւ խոսքերի ես էի, Անուշին Գարշակյանների համար հայ երգը եւ երաժշտությունը եւ խոսքերը ես գրեցի, Սիրո կամուրջ մյուզիկլ եղավ շատ գեղեցիկ, շարմ ընկերություններ արել, այդտեղ հեղինակած երգեր ունեցա մոտ 5 երգ, այդպես ու հիմա էլ գրում եմ, բայց այդ պլանների մեջ էր էլի, որ ասեցի չասեմ։ Կլիպներ ունես նկարած տեսահոլովակներ։ Տեսահոլովակներ ունեմ, առաջի տեսահոլովակը Արտուր Գրիգորիչի հետ է, ես 16 տարեկան եմ, Մարիանա Նավկար, այ Ավստրիա մեկնելուցս առաջ էր տեսահոլովակը Հրաչը Քեշիշյան նկարեց, ես 16 տարեկան եմ։ Էդ էր, հետո արդեն Ավստրիայից եկա Ելակ, չէ, Լեյլո երգի հիմա վրա տեսահոլովակ նկարեց Հրանտ Մովսիսյանը, հետո Ելակ երգի վրա Հրանտը Գերիցկինյան եւ արդեն վերջին տեսահոլովակը Շիկայրու կարճատեսը Դոդոն Դավիթ Բաբայանը։ Այո, շարմի։ Հեղավեմ ջան, ցավոք ավարտվեց մեր սրույցը, շատ եմ ցավ, որտեղ շատ հետաքրքիր էր ու ինչ շատ էր դուր գալիս։ Դե մենք համագործակցում ենք Kenneth Village ծաղկի սրահը կա, Քենեթ փողոցի վրա կա ծաղկի սրահ, հրաշալի խանութ սրահ, որոնք մեզ երբ հյուրս կինա լինում, անպայման ծաղիկ են ուղարկում, մեր կողմից ու նրանց կողմից, ես ուզում եմ քեզ հասնել այս գեղեցիկ ծաղիկները։ Շատ կաց։ Եվ հրաժեշտ տալ սպասելով քո մենահամերգին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Ֆարոն Ղազարյան ջան։ Քեզ դիքը հաջողություն։ Անչափ շնորհակալ եմ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր ջազային երգչուհի, շատ լավ մի անձնավորություն, իմ մտերիմ ընկերոջ աղջիկը, մեր Էմման Ասատերյան։ Հիմա կարդամ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Թող միշտ վառ մնա այն ընկած տղերքի հիշատակը, որոնց շնորհիվ մենք այսօր կանգնած ենք։ Այսքանը բարեկամներ, մի շնորհանդիպում, բարի գիշեր ձեզ։ Պապ, Ջոն Բոլես։ Այս վերջերս երազումը, անընդհատ ասում ես Սյուզի, ջուրս, Սյուզ ջան, Սյուզին ով է պապ, հա? Սյուզին։ Երազում։ Հա։ Ոնց ասեմ, Բոլես։ Դու իրան չես ճանաչի, քանի որ ես իր հետ հենց երազում էլ ծանոթացել եմ։ Ինչ ես տայում, իրանունք չունեմ, երազում իրանունք չունեմ, ես ծանոթանամ մեկի հետ։ Թե մի Սյուզի է էլի։